Վերջին շաբաթներին ադրբեջանական կողմից կրակոցներ են լսվում Տավուշի մարզի գյուղերի ուղղությամբ, մասնավորապես Բերդի տարածաշրջանի։ Այս մասին Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում ասել է Չինարի գյուղի բնակիչներից մեկը, հայտնելով կրակոցները գյուղի ուղղությամբ չեն, դեպի օդ են եւ փամփուշտներ են կրակում 5-6, ասել է զրուցակիցը, իսկ հարևան ներքին կարմրաղբյուր Մովսես եւ մյուս գյուղերից ասել են, որ կրակոցների ձայները լսում են գիշերը, բայց գյուղերում վիճակը խաղաղ է, լարվածություն չկա։ Բարև ձեզ, 5-րդ ուղիղ եթերում աշխատանքն է սկսում օրագիրը, մամուլից նորություններ լսենք։ Հրապարակը գրում է Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն ապրիլի 7-ին Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ քննարկել Եվրասիական տարածաշրջանի անվտանգային խնդիրները։ Մասնակցել է նաև Գուրգեն Արսենյանը։ Ռուսաստանի ԱԳՆ-ն այդ հանդիպման մասին ընդհանրապես հաղորդեց, թե Լավրովը ներկաների ուշադրությունն է հրավիրել ՆԱՏՕ-ի երկրների վտանգավոր գործողությունների վրա ուղղված Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը, պայթյունավտանգ իրավիճակին մերձավոր արևելքում, ինչպես նաև հարավային Կովկասի ու կենտրոնական Ասիայի կայունությանը սպառնացող վտանգներին։ Մինչդեռ տեղեկություններ ունենք, որ Լավրովը բավականին կոշտ զգուշացրել է, թե շուտով զբաղվելու են տարածաշրջանային այն երկրներով, որոնք օգտվելով ռուս-ուկրաինական պատերազմից արևմուտքի ազդեցության գոտին են ընդլայնել ի հակակշիռ Ռուսաստանի։ Հատուկ շեշտել է Հայաստանը, ուշագրավ է, որ այդ հանդիպման մասին մինչև օրս Հայաստանի դեսպանության կայքում տեղեկատվություն չկա։ Թերթին ասել են, որ չնայած սրան Լավրովը ջերմ հարաբերություններ ունի Արսենյանի հետ։ Ժողովրդի տեղեկություններով մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք ամենամյա շքերթից առաջ Պուտինը կհանդիպի Հայաստանի վարչապետ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։ Ըստ ռուսական շրջանակներից թերթին փոխանցված տեղեկատվության պայմանավորվածություն ձեռք կբերեն, որ մայիսյան տոներից հետո Ալմատիում Հայաստանն ու Ադրբեջանը ինչ-որ փաստաթուղթ ստորագրեն խաղաղության վերաբերյալ։ Ղազախստանը որպես ստորագրության վայր պատահական չի ընտրված, քանի որ Փաշինյանի Ալմատիի հռչակագիրն է դրված հայ-ադրբեջանական բանակցությունների առանցքում, թերթը փորձել է տեղեկությունները ճշտել վարչապետի մամուլի քարտուղարից, բայց նա հրաժարվել է որևէ կերպ արձագանքել։ Հրապարակն էլ լուրեր է ստանում, որ Փաշինյանը փորձում է ինչքան հնարավոր է շատ մարդկանց հետ շփվել, անհատական կամ փոքր խմբերով հանդիպումներ ունենալ։ Դատելով այդ հանդիպումներին մասնակցած երկու անձից ստացած տեղեկություններից հրավիրում են չեզոք անկուսակցական անձանց, բիզնեսմենների, մենեջերների, մասնավոր ոլորտի ծառայողների, որոնք հակաիշխանական սուր ելույթներ ու հայտարարություններ չեն արել, Նիկոլ Փաշինյանի դեմ ստատուսներ չեն գրել, ինչ որ անձ զանգահարում է, նախապես զրուցում, հարցնում կցանկանա հանդիպել պարոն Փաշինյանի հետ, ապա դրան հաջորդում է հանդիպումը։ Թերթի տեղեկություններով հանդիպումը կայացել է կառավարության շենքի առաջին հարկում, սուրճի թեյի սեղանի շուրջ։ Մի քանի հոգի են եղել, Փաշինյանը հանդիպմանը ներկայացրել է կնոջը, ինչ որ անորոշ հարցեր է տվել, ինչ եք մտածում այս թեմայի մասին, ինչպես եք վերաբերում այն հարցին։ Հանդիպումը տևել է 1 ժամից ավելի, զրուցակիցը շեշտել է, որ ոչ ինքը, ոչ հանդիպման մյուս մասնակիցները չեն հասկացել, թե որն էր իրենց հրավիրել նպատակը։ Դուրս գալուց նկատել են, որ էլի մարդիկ են սպասում միջանցքներում, որոնք հավանաբար պիտի ներս մտնեին։ Օրագիրը շարունակվում է, իմ հյուրը Արմեն Մանվելյանն է, անվտանգության եւ էներգետիկ հարցերի փորձագետ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերին։ Ուզում եմ զրույցը սկսենք տեղեկությունից, որը հաղորդում է Ժողովուրդ օրաթերթը, ըստ թերթի տեղեկությունների չի բացառվում, որ Ալմատիում ռուսական միջնորդությամբ ստացվում է, թե Հայաստանն ու Ադրբեջանը ինչ որ բան ստորագրեն, այսպես կոչված խաղաղության վերաբերյալ, ձեր կարծիքով հավանական է արդյոք իրապես ակնկալել մոտակա ապագայում կարճաժամկետ հեռանկարում որևէ փաստաթղթի թեկուզ նախաստորագրումը եւ այս դեպքում եթե տեղեկությունը հավաստի է ստորագրման վայրի հանգամանքը ինչ է մեզ հուշում եւ փաստորեն ստացվում է ռուսական միջնորդություն։ Մենք նախ պետք է հասկանանք թե ինչքանով է ճշմարիտ այս ինֆորմացիան, որտեղ ես համոզված եմ, որ մոտակա առաջիկա ամիսներին տարբեր տեսակի նմանատիպ տեղեկատվություն կսկսի հորդալ լրատվադաշտ, նպատակ ունենալով ցույց տալ, որ իբր թե գործողական ռեժիմը ինչ որ խաղաղության շուրջ իբր թե ինչ որ ակտիվություն է ցուսաբերում տարբեր միջնորդություններով։
ես բավական լրջագույն կասկածանքով եմ վերաբերում, որ ինչ որ բան կստորագրվի, բայց այնուամենայնիվ եկեք սա էլ նշենք, որ նախկինում ենք ասել են, որ պատրաստ են ինչ որ միջնորդավորված միջանկյալ ինչ որ փաստաթուղթ ստորագրել։ Հա, այս առումով եկեք երկու հանգամանք հաշվի առնենք։ Առաջին, վերջին 7 տարիներում այն բոլոր փաստաթղթերը, որոնք ստորագրվել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ցանկացած միջնորդությամբ, դրանք եղել են ի օգուտ Ադրբեջանի եւ ի վնաս Հայաստանի։ Այսինքն այս սկզբունքը ես համոզված եմ պահպանվելու է եւս։ Այսինքն հույս ունենալ, որ ինչ որ բան կստորագրվի օգուտ Հայաստանի, մոռացեք, ուղղակի մոռացեք դրա մասին։ Այսինքն հերթական զիջման, ստորացման ինչ որ բան, եթե ստորագրվի։ Բայց միաժամանակ կարող է նմանատիպ տեղեկատվություն լինել, որտեղ այսօր Հայաստանի ներքաղաքական դաշտում կա որոշակի քաղաքական վակուում, կա բավական մեծ անվստահություն գործող քաղաքական ռեժիմի, անվստահություն ես նկատում հենց իր շրջապատի մերձ, միջմերձ, տենց ասենք շրջապատի կողմից, որոնք հանձինես այսօրվա ռեժիմի տեսնում են ժամանակավոր մարդկանց, որոնք վաղ թե ուշ հեռանալու են եւ նրանց հետ հեռանկարային ինչ որ քաղաքականություն կամ ռազմավարություն չեն ուզում կազմել։ Դա երևի նաեւ մի քանի հանգամանքներից, այդ թվում նաեւ Հայաստան ներդրումների նվազմամբ կամ ընդհանրապես բացակայությամբ կտրուկ, նաև Հայաստանում բավական հիմա լուրջ տնտեսական խնդիրներ են առաջացել դրա այդ պատճառով, որտեղ մարդիկ հասկանում են, որ այսօրվա քաղաքական ռեժիմը ոչ միայն չի կարող երկար գոյատևել, ինքը չի կարող նաև հայամետ լինել։ Սա է թերևս կարևոր։ Պարոն Մանվելյան, եւ այստեղ ռուսական գործոնի հանգամանքը մայիսին Նիկոլ Փաշինյանը գնալու է մասնակցի մայիսի 9-ի միջոցառումներին, սա եւս քայլ է, ինչ որ ժեստ է ամեն դեպքում դեպի Ռուսաստան եւ եթե այս տեղեկությունը ճիշտ է, ստացվում է թե ելի ռուսական գործոնի դերակատարության աճի հետ գործ ունենք, որովհետեւ այդ բանակցություններ կոչվածը երկկողմ էին տանում եւ այս իշխանությունն էլ բազմիցս նշել է, չէ, որ իրենք պիտի հարաբերությունները կարգավորեն հարևանների հետ եւ այդ առումով միջնորդի կարիք չեն տեսնում։ Նայեք, մենք ունենք մի քաղաքական ռեժիմ, որը բացի սեփական կարիքներից բավարարելու, այն է մնալ իշխանության, ոչ մի այլ քաղաքական նպատակ չունի։ Եվ նրա քայլերը հիմնված է սրա վրա։ Քանի որ նրանք ամբողջովին ձախողել են նրանց արևմտյան քաղաքականությունը, հատկապես Միացյալ Նահանգների հետ, Եվրամիության հետ, հիմա փորձում են քայլեր կատարել դեպի Ռուսաստան եւ սա է պատճառը, որ ընդունել են այդ հրավերքը փորձելով նաեւ Ռուսաստանում գտնել իրենց համար փրկություն։ Սենց անվանենք։ Հիմա այս փրկության ռուսական ուղղության հիմքում հենց փորձ է ցույց տալու, որ իրենք պատրաստ են նաև այս ուղղությամբ աշխատել։ Սա էլ նշեմ, որ վերջին տարիներին էականորեն փոխվել է նաև Ռուսաստանում տարվող, ասենց ասեմ, կներեք, Հայաստանում տարվող հակառուսական քաղաքականությունը, եթե նկատել եք որոշակիորեն նվազել է, գոնե պետական մակարդակով նմանատիպ տրամաբանություն, եւ հենց փորձ է արում հենց այս ուղղությամբ քայլեր անել, նորից եմ կրկնում, Հայաստանի շատ ստեղ չկա։ Ապահովել իր համար այո, ապահովել իրենց համար իշխանության շարունակականություն ինչքան հնարավոր է, որովհետև ներքին ռեսուրսների հաշվին իրենք այլևս դա չեն կարողանում։ Հույս ունեն արդեն արտաքին ռեսուրսները գործարկել, այս բնագավառներ նաև բառացիորեն հայ-իրանական ռազմական, ասենք ասենք այսպես կոչված զորավարժությունների իրականացումը, որը նրանք նախկինում հիշում եք, բազմաթիվ անգամ նման առաջարկել է, մերժվել է։ Այսինքն սա որոշակիորեն կարելի է գնահատել խորտակվող նավի նավապետի կողմից փորձել փրկել սեփական նավ։ Այսինքն, պարոն Մանվելյան, հայ-իրանական զորավարժությունները չպետք է դիտարկենք ռազմավարական ստրատեգիական, այսպես ասած, համատեքստում լույսի ներքո, դուք կարծում եք սա ուղղակի իշխանության կողմից իրականացված քայլ է քաղաքական ուղղված Իրանի, այսպես ասած, օդում մնացած ձեռքին, հա։ Նայեք, միանշանակ սա քաղաքական քայլ էր, քանի որ իրենք զրկվել են բոլոր ուղղություններով իրենց աջակցությունից, որը նրանք ունեին նախկինում, թե Եվրամիության կողմից, թե Միացյալ Նահանգների կողմից, եւ դրա հետ միասին նրանք հույս ունեին, որ գնալով ստորանալով Բաքվում կամ Անկարայում կարողանան որոշակի երաշխիք ձեռք բերել իրենց անվտանգության համար։ Մենք հասկանում ենք, որ դա չկա, բառացիորեն 2 օր առաջ թե 3 էր Ադրբեջանի մեր թշնամի պետության նախագահի հարցազրույց էր տալի, որում հստակ կերպով ասեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն լինել չի կարող։ Սա հստակ մեսիջ է, իսկ անկախ նրանից ինչ կստորագրեք, ինչ ստորացման կգնաք Բաքվի առաջ, խաղաղություն լինել չի կարող։ Այսինքն սա ընդհանրապես պատերազմների արանքում տեղի ունեցող որոշակի միջանկյալ ժամանակաշրջանում ենք ապրում։ Եվ կրակոցները, որոնք չեն դադարում եւ եթե
ժամանակ առաջ միայն Սյունիքի ուղղությամբ էին դրանք լսվում, հիմա Տավուշի գյուղերի բնակիչներն են լսում Չինարի, Ներքին Կարմրաղբյուր բնակիչները ասում են այո թե տպավորություն է որ օդ են կրակում, բայց փաստ է որ կրակում են։ Հիմա ինչ խնդիր է լուծում Ադրբեջանը սրանով, այդ մեղադրանքներով, տեղեկատվական այդ ֆոնը ստեղծելով, թե իբր Հայաստանը ագրեսիվ է, Հայաստանն է խախտում հրադադարը։ Նայեք, այստեղ կրկնակի քաղաքականություն կա, որը վարում է թե Ադրբեջանը եւ թե այսօրվա ռեժիմը։ Ինքը կայանում է հետևյալում, վերջիններս անդադասում են իբր թե Հայաստանն է խախտում, որոշակիորեն Ադրբեջանի կողմից հնչող կրակոցները ձեռը տալիս այսօրվա քաղաքական ռեժիմի, որ անդադացույց է տալիս, որ պետք է ինչ-որ հերթական կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրեն, որպեսզի գնանք իբր թե խաղաղության։ Այսինքն այս առումով երկուսն են փորձում են սա խաղարկել հօգուտ իրենց։ Մեկը ցույց է տալիս թե ինքը ինչու իբր թե չի գնում խաղաղության, այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման, երկրորդն է բացատրում, որ պետք է մևն է, պետք է ինչ-որ ձևով ինչ-որ զիջումների գնով ստորագրենք, որպեսզի գանք ինչ-որ հայտարարի, երկու կողմն էլ միանշանակ ստում են։ Առաջինը չի պատրաստվում։ Խաղ է։ Շատ հնարավոր է, որ սա փոխադարձ խաղ է, եկեք սա էլ չհերքենք, էլի, որտեվ նմանատիպ նախկինում բազմաթիվ անգամ նմանատիպ լուրեր եղել են, որ փորձում են համատեղ խաղալ, որտեվ նաև Բաքվին է ձեռնատու այսօրվա քաղաքական ռեժիմը, որպեսզի շարունակի իշխել Հայաստանում, որը պատրաստ է անընդհատ զիջումների ու անընդհատ ստորացման։ Եվ հետեւաբար նման սցենար բացառել չեն կարող։ Իսկ իրապես Բամբելյան ռազմական գործողություններ սկսելու հնարավորությունը Ադրբեջանի համար այսօր ինչպիսին է, որովհետև հասկանում ենք դրան պիտի նպաստեն նաև արտաքին գործոնները։ Նայեք, այստեղ կա երկու գործոն, ինչպես նշեցիք արտաքինը եւ ներքին։ Ներքին գործոնն է, որ իրենք հասկանում են, որ իրենք գործոն են բավականին վախկոտ թույլ քաղաքական ռեժիմի հետ Հայաստանում։ Իսկ ոչ թե Հայաստանի ժողովուրդն է թույլ կամ բանակ եւ այլն, այլ գործող քաղաքական ռեժիմն է, որ ուղղակի ստորացման, ստորանալով, վախենալով փորձում է ամեն գնով գնալ զիջումների իբր թե խաղաղության համանտակ։ Բայց կա նաեւ արտաքին քաղաքական ֆոն, որը անդադ փոխվում է։ Եվ սա եւ ռուս-ամերիկյան բանակցություններն են, որը որոշակիորեն ի նպաստ մեզ է, քանի որ սա նաև նպաստում է նրան, որպեսզի հասկանա, որ այս երկու երկրները գոնե այս ժամանակաշրջանում չեն աջակցի կողմերից ոչ մեկին, հետեւաբար նաև թույլ չեն տա պատերազմ։ Սա եւ Թուրքիայում տեղ ունեցող ներքին խռովություններն եւ անընդհատ անհանգիստ վիճակը, որը կա Թուրքիային, ինչը Էրդողանին թույլ չի տալիս։ Սա նաեւ Էրդողանին թույլ չի տալիս ավելի կենտրոնանալ հարավային Կովկասի վրա։ Սա ամենակարևորը Սիրիայում տեղ ունեցող գործընթացն է, որտեղ թուրքական կողմը ներխուժել է եւ սկզբում թվում էր թե սա հեշտ կերպով կարողանան մարսել սա, բայց իրականում իրանք հիմա բախվում են այնտեղ Իսրայելի հետ եւ այլն եւ այլն։ Շատ լավ ֆոն է ստեղծվել նաև Իրան-ԱՄՆ բանակցային գործընթացը, որը սկսվում է Օմանում, որը նույնպես, այսինքն այս ամենը զսպող որոշակի քաղաքական գործոններ են հնարավոր Հայաստանի դեմ ագրեսիայում։ Բայց նորից եմ կրկնում, առաջնային սա գործող այսօրվա Հայաստանում գործող քաղաքական ռեժիմի թուլամորթությունն է, որը որոշակիորեն նպաստում է, որովհետեւ Ադրբեջանը իրեն ավելի ագրեսիվ պահի։ Հասկանալի է, պարոն Մանվելյան, ընդհատենք այստեղ զրույցը, մի քանի նորություն լսենք եւ շարունակենք, հաջորդիվ կուզեմ անդրադառնանք Արցախի, Արցախահայերի վերադարձ իրավունք եւ սոցիալական իրավունքների խնդրին, գիտենք նստածույցը Ազատության հրապարակում շարունակվում է եւ մամուլը գրում է վերջին օրերին հատկապես, որ այս իշխանությունը անհանգստացած է նաեւ նախորդած հանրահավաքին մարդկանց մասնակցության քանակից ու փորձում է տարբեր միջոցներով, այդ թվում պառակտում մտցնելով այդ հարցը լուծել։ Հիմա մամուլից նորություններ լսենք։ Հրապարակը գրում է Նիկոլ Փաշինյանը կառավարության երեկվանիստում թիրախավորեց Երևանի պետական համալսարանը հայտարարելով, եթե սովորական պայմաններում, ասենք ԵՊՀ-ն պետք է սովորի, քարը փետը աթոռները նստարանները կառնեն, կընկնեն հետևիցդ։ ԵՊՀ-ից թերթին պատմել են, որ սա նշանակում է նա չի մարսել այն, որ իրենք մերժել են կնոջը։ Թերթը հիշեցնում է, կրթվել է Նորաձևի արշավի շրջանակներում Աննա Հակոբյանը տարեվերջին այցելել էր ԵՊՀ, հանդիպել աշխարհագրության ու երկրաբանության ֆակուլտետի
ֆակուլտետի ղեկավար կազմի դասախոսների ուսանողների հետ, դասախոսություն կարդացել խորենացու ողբից ընթերցումներով, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց, թե վարչապետի կինն արդեն համալսարանականներին է կրթում։ Պարզվում է Աննա Հակոբյանը նպատակ է ունեցել կրթել ամբողջ մայր բուհը եւ ցանկացել է հերթով այցելել ԵՊՀ բոլոր ֆակուլտետներ, բայց դասախոսական կազմը դիմադրություն է ցույց տվել։ ԵՊՀ-ն կրթելը դարձել է նրա չիրականացված երազանքը։ Ըստ այդմ ԵՊՀ դասախոսական կազմի համար Փաշինյանի երեկվա հայտարարությունն անակնկալ չի եղել։ Նրանք ավելի վաղ են սպասել, որ իրենց ճակերտավոր հանդուգն մերժումը անպատասխան չի մնա։ Ժողովուրդն էլ գրում է, իշխանությունները վախեցած են արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդից, փորձելով պառակտել ու ճնշել այն, փորձում են կասեցնել։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի մարտի 29-ին մեծ հանրահավաքից հետո իշխանությունը վախեցած է, պատճառն այն է, որ հանրահավաքին մասնակցել է շուրջ 15000 մարդ, ասում են նրանց ամենամեծ անհանգստությունն առնչվում է Ազատության հրապարակում տեղադրած վրանց շտաբի հետ եւ դրա շուրջ տեղի ունեցող զարգացումների այդ պատճառով իշխանական քարոզչամեքենան լծված է պայքարը հեղինակազրկելու արցախցիների դեմ թշնամանք հրահրելու գործին։ Տարբեր ուժերի կողմից նաև մոլորեցնող գործողություններ են իրականացվում, որոնք ըստ տեղեկությունների ուղղորդվում են։ Այդպիսի դեպքերից է Լույսի բանակի կողմից ապրիլի 12-ին Ազատության հրապարակում հայտարարված հանրահավաքը, որն ընդհանրապես կապ չունի արցախցիների իրավունքների հետ։ Ընդ որում թերթը տեղեկացրել է կազմակերպության ղեկավար Կարեն Արեյանը, պետք է վրանում հանդիպել խորհրդի ներկայացուցիչների հետ, բայց մերժում է ստացել։ Հրապարակն էլ գրում է, 3 պրոշյան քասախ համայնքների բնակիչները կրկին փողոց են փակել ապրիլի 5-ից բողոքի ակցիաներ են իրականացնում, քանի որ այս համայնքները սպասարկող թիվ 25 ու 59 երթուղու ավտոբուսները հանվել են եւ այլ ընկերություն է սպասարկելու, որը սահմանել է 250 եւ 200 դրամ ուղևորց նախկին 150-ի փոխարեն։ 2 օր առաջ էլ Աբովյան Երևան երթուղու ավտոբուսներն էին ցուցանակ փակցրել 150 դրամ գրառմամբ։ Սա նշանակում է, որ Երևանին հարակից համայնքներից Երևան ժամանող այստեղ աշխատող կամ սովորող անձանց տրանսպորտային ծախսը բազմապատկվում է։ 3 տրանսպորտ են փոխում, որ հասնեմ աշխատանքի, թերթին ասել է մի կին չթաքցնելով զայրույթը։ Օրագիրը շարունակվում է, պարոն Մանվելյան, Արցախահայերի իրավունքների խնդիրը եւ շարունակվող նստացույցը մտահոգել են այս իշխանությանը, հավանաբար նրանք հասկանում են, որ իհարկե Արցախի հարցը փակված չէ եւ կան այդ հարցի պահանջատերերը անմիջական, որոնք այդ քաղաքականության հետևանքով նաեւ բռնի տեղահանված են դարձել ու ամեն ինչ կորցրել են, հիմա փորձում են տարբեր միջոցներով այդ շարժումը կասեցնել, առաջարկում են վրանները հանելու գնով եւս 1 ամիս երկարաձգել այդ գումարները 40 գումարած 10000, ինչը իհարկե ծիծաղելի է։ Նախ կխնդրեմ անդրադառնալ խնդրին, դրա լուծման կարևորությանը, առաջին հերթին հավաքական վերադարձի իրավունքը նկատի ունեմ եւ ապա այն գործոնին, որը կարող է դառնալ կամ գուցե արդեն դարձել է հավաքական Արցախահայությունը որպես միավոր։ Նայեք, նախ եւ առաջ մենք պետք է հստակ կերպով հասկանանք, որ մենք ունենք մի քաղաքական ռեժիմի հետ, որը ոչ միայն Արցախատյաց է, ինքը նաեւ հայատյաց է։ Այսինքն ատելությունը հայերի նկատմամբ արտահայտվում է առաջին հերթին հենց դառնում պառակտել, քանդել հասարակությունը, քայքայել բնակչության մի մասին լարել մյուսի դեմ եւ այս թշնամանքը ու այս քարոզը թշնամական որ կա, որը փաստորեն այս պահին պետական մակարդակով տարվում է կամ թե այսօրվա գործողական ռեժիմի, թե նրանքից տարբեր արարածների կողմից, սա հստակ կերպով ասենց ասենք պետական քաղաքականություն է։ Բաժանել, պառակտել, բաժանել եւ տիրիր դարավոր սկզբունքի վրա հիմնված։ Եվ իրենք փորձում են ամեն կերպ ասել, որ իբրև թե Արցախի հարցը փակված է գնալով այսպես կոչված ադրբեջանական սցենարով։ Պետք է մի բան հստակ հասկանալ, անկախ նրանից թե այսօրվա գործող քաղաքական ռեժիմը ինչ կասի, Արցախի հարցը փակված չէ։ Եվ Արցախի հարցը չի կարող փակվել ոչ միայն այն պատճառով, որ նաև Արցախահայություն կա, այսինքն արցախցիներ կան Հայաստանում, այլ նաև առաջին հերթին այն պատճառով, որ մենք շատ հստակ կերպով հասկանանք։ Այն պահից սկսած, երբ մենք գործող քաղաքական ռեժիմը կստորագրի ինչ որ փաստաթուղթ հերթական կապիտուլյացիա, որով կփակի այսպես կոչված Արցախի
պայմանական ասենք հարցը, ապա դրանից հետո Ադրբեջանը կբացի հաջորդ հարցը, որի մասին ինքը արդեն խոսում է, այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի, արևմտյան Ադրբեջանի հարցը, դա իրենք բարձրաձայնում են Սյունիքի Զանգեզուրի կոչվածի հարցը, իրենք արդեն բարբերաբար խոսում են Երևանի մասին, այսպես կոչված հիշելով Երևանի խանությունը, իրենք բարձրաձայնում են Վարդենիսը, Ջերմուկ եւ մնացած Սևան դուրս գալու իրենց պահանջները։ Այսինքն այն պահին, երբ որ սրանք այսպես կոչված կփակեն իբր թե Արցախի հարցը, բացվելու են այս հարցերը։ Հայաստանի հարցը, հա, եթե պատկերավոր Հայաստանի հարցը եւ իրենք պահանջելու են նորանոր տարածքներից Հայաստան։ Այսինքն Ադրբեջանը երբեք չի խաղաղվի, երբեք չի համաձայնի գնալ ինչ որ համաձայնության եւ կնքելու խաղաղության ինչ որ պայմանագիր Հայաստանի հետ, որտեղ խաղաղության պայմանագիրը չի կնքվում ինչ որ փաստաթղթի հիման վրա, այլ կնքվում է ուժերի հավասարակշռության հիման վրա։ Հիմա Արցախատիացության իրենց այս քաղաքականության կարևորագույն մասն են իրանք հասկանում, ամեն ինչ անում, որպեսզի Արցախի բնակչությունը, որ այսօր իրենց իսկ քաղաքականության հետևանքով հայտնվել է Հայաստանի Հանրապետության տարածքում, հեռանա Հայաստանից։ Սա է իրենց նպատակը։ Եվ Արցախի խորհրդանում սահմանադրության փոփոխություններ են նախատեսվում, նախագիծ կա, որը արդեն ինչ որ ընթացակարգեր է անցել, որը լուծելու է Արցախի պետական ինստիտուտների խնդիրը այն իմաստով, որ ժամկետների հարց է առաջացել եւ սահմանադրական ճանապարհով են փորձանում լուծել օրինական ճանապարհով, որպեսզի Արցախի պետական ինստիտուտները առաջին հերթին նախագահի ազգային ժողովի ինստիտուտները շարունակեն իրենց գործունեությունը։ Ինչ եք կարծում այս նախաձեռնությունը նախ նշանակության առումով ինչ նշանակություն կունենա հետագա process-ների տեսանկյունից եւ մյուս կողմից արդեն իսկ տեղեկություններ կան, որ իշխանությունները փորձում են այդ պարակտիչ հատիկը այնտեղ էլ մտցնել, փորձել տարբեր ուժերի միջոցով այդ գործընթացը խափանել։ Ես համոզված եմ, որ իրենք այդպես էլ անելու են, փորձելու են խափանել գործընթացը եւ փորձելու են ընդհանրապես լուծարել Արցախյան բոլոր պետական ինստիտուտները, որոնք գործում են Հայաստանի Հանրապետության տարածքում այս պահին։ Եթե Հայաստանում լինեին ազգային իշխանություններ, մենք պետք է հստակ կերպով հասկանանք, որ նման ինստիտուտների պահպանում Հայաստանը բխում է մեր շահերից։ Որտեղ պատմության մեջ եղել են շատ դեպքեր, երբ որ վտարանդի կառավարությունները վաղ-թե ուշ վերադարձել են։ Շատ դեպքերում դա տեղել է տասնյակ տարիներ հետո, բայց դա եղել է։ Քանի այդ վտարանդի կառավարությունները կա, քանի այդ վերադարձի գաղափարը կա եւ այլն եւ այլն։ Դա արցախցիների իրավունքն է վերադարձի հարցը։ Եվ այս իրավունքի շուրջ պետք է պայքարել, այդ իրավունքի շուրջ պետք է այդ մարդկանց ոգևորել եւ պահպանել։ Հակառակ դեպքում նորից եմ կրկնում, եթե ասված չանի, գործող քաղաքական ռեժիմի սցենարը աշխատեց, նորից եմ կրում, հաջորդը լինելու է արդեն Հայաստանի Հանրապետության տարածքներ եւ սրանք գնալու են նաեւ այս տարածքների զիջման ինչ որ խաղաղության կեղծ փաստաթղթերի անվան տակ։ Հետաբար այս գործընթացը երբեք կանգ չի առնելու։ Հետաբար նորից եմ կրկնում, շատ կարևոր է, որպեսզի արցախցիները կարողանան միավորվել այս պահին եւ միասնաբար ընդունել այն փաստաթղթերը, որի մասին դուք ասում եք, իսկապես այս վտարանդի կառավարությունը պետք է գործի եւ ես գտնում եմ առաջին հերթին պետք է գործի հենց Երևանից։ Եվ ինչ է կարծում, այս process-ները նաեւ կարող են ավելի լայն համախմբման հիմք հանդիսանալ, որովհետեւ սա մի խնդիր է, որը չի վերաբերում միայն արցախահայերին, սա հավաքական հայության խնդիրն է, Հայաստան, Արցախ, Սփյուռք, այս տեսանկյունից կարող է սա հանդիսանալ այն շարժիչը, որը ինչ որ նոր process կգեներացնի։ Նայեք, ազգային ուժերի համար սա իսկապես կարող է լրացուցիչ մոտիվացիա լինել միավորման համար, որովհետև մենք պետք է հստակ կերպով հասկանանք, որ զիջումնային այս քաղաքականությունը վերջ-վերջը բերելու է Հայաստանի ոչնչացմանը։ Հետաբար պետք է զիջումների փոխարեն գնալ այդ իրավունքների հետևից։ Այսինքն նրանք ովքեր պայքարում են իրավունքների համար, նրանք վաղ թե ուշ հասնում են հաջողության, անկախ թե դա ինչքան կտևի։ Հիմա Արցախը ինքը կարևորագույն թեմա է, որը ժամանակի միավորել է հայությանը, իշենք առաջին Արցախյան պատերազմ, հենց այդ միավորման արդյունքն էր հաղթանակը։ Եվ հիմա այսօրվա գործող այս ռեժիմից, որը կարելի անվանել օկուպացիոն ռեժիմ, սրանից ազատվելու ճանապարհներից մեկը հենց այդ միավորումն է, որի այսինքն նույն գաղափարի շուրջ։ Այո, նույն գաղափարի շուրջ, եւ որի կարևորագույն թեման հենց Արցախի իրավունքների պաշտպանությունն է։ Եվ վերջում պարոն Մանվելյան, սպասվում է էլի Անտալիայի դիվանագիտական ֆորումը, Հայաստանի պատվիրակությունը այնտեղ է, Արարատ Միրզոյանը մասնակցում, նաեւ Հայաստանի հարցով Թուրքիայի հետ համագործակցության այդ
ինչպես էին անվանում մտքիցս գնաց Ռուբեն Ռուբինյանը բանագնացները ինչ ակնկալենք այդ հանդիպմանը պանելային քննարկումը նախատեսվում շաբաթ օրը կարծում եք դա կլինի ուղղակի ձևական մի հանդիպում թե ամեն դեպքում երկկողմ օրակարգերի մասով քննարկումներ կլինեն ես հիշեցնեմ նախորդ անգամ ֆորումի ժամանակ հիշում եք Հայաստանի սահմանադրության շուրջ էին խոսել հենց այնտեղ Նայեք, ժամանակը երբ փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ բոլոր հանդիպումները, ասենք ասենք Հայաստանի հերթական ստորացման գործընթաց է, եւ այդ մարդիկ գնում են հաշվետվություն տալու եւ այնպեսի տպավորություն իրենց տերերի առաջ ցույց տալու համար, թե իրանք ինչ հերթական զիջումը կարող են անել։ Թուրքիան իր դիրքորոշումը հստակ կերպով արտահայտել է ու մի քանի անգամ գնացեք ստորագրեք բոլոր փաստաթղթերը Ադրբեջանից հետ, հետո նոր եկեք մեր հետ խոսացեք։ Մենք պատրաստ ենք իբր թե ձեր հետ խոսալը, բայց այն բանից է, որ Ադրբեջանի առաջ կստորագրեք հերթական կապիտուլյացիոն փաստաթղթը եւ հերթական տարածքը կամ, չգիտեմ, սահմանադրությունը կփոխեք կամ, չգիտեմ, Մինսկի խումբը կլուծարեք, ոնց եմ գրում, անդադ 300,000 թուրք կբերեք ձեր տարեք, այս գործընթացը կանգ չի առնելու երբեք։ Հետևաբար գնալ Անտալիայում ստորանալ, իմ մոտ տպարությունը, որ այսօրվա քաղաքական ռեժիմի որոշ ներկայացուցիչների մոտ դա իրենց մոտ ինչ որ հաճույք են ստանում ստորանալու, ուղղակի ցավալն է, որ իրենք ներկայացնում են կամ գոնե ներկայանում են մեր պետությունը։ Շնորհակալ եմ պարոն Մամլոյան համար, օրագրին հատկացված ժամանակը սպառվեց, սպասեք մեզ վաղը 5-րդի ուղիղ եթերում առավոտյան 11-ին։